Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան նոր առաջարկով Ուկրաինան պետք է հրաժարվի Դոնեցկի մարզից։ Միացյալ Նահանգները կճանաչի Ղրիմը եւ Դոնբասը որպես ռուսական տարածքներ։ Զապորոժիի եւ Խերսոնի մարզերում զորքերը կկանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են այս պահին։ Բացի դա կկրճատվի Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակն ու ամերիկյան ռազմական օգնությունը Կիևին։ Այս զիջումների դիմաց Վաշինգտոնը անվտանգության երաշխիքներ է առաջարկում Ուկրաինային, բայց թե կոնկրետ ինչ երաշխիքներ հայտնի չէ։ Ըստ NBC News-ի, Թրամփն արդեն հաստատել է ծրագիրը, որը Ռուսաստանի հատուկ բանագնացի հետ մշակել են իր աշխատակազմի առանցքային դեմքերը։ Կրեմլը հայտարարել է, որ Ալյասկայի պայմանավորվածություններից բացի ռուս-ամերիկյան ուրիշ համաձայնություն չկա։ Քննարկումներ եղել են Անկորիջում։ Անկորիջում քննարկվածից բացի որևէ նոր զարգացում դեռ չկա։ Աղմկահարույց պլանի մասին մամուլ արտահոսած լուրերին ոչ ուղիղ արձագանքել է նաև Վաշինգտոնը։ Ուկրաինականի պես բարդ եւ մահացու պատերազմը ավարտելու համար լուրջ եւ իրատեսական գաղափարներ են պետք։ Երկարատև խաղաղության հասնելը երկկողմանի դժվար, բայց անհրաժեշտ զիջումներ է պահանջելու։ Ըստ միջազգային մամուլի, ուկրաինացի պաշտոնյաները այդ փաստաթուղթը կապիտուլյացիա են համարում։ Դեռ չի արձագանքել Վլադիմիր Զելենսկին, որը հանդիպումներ է անցկացնում Թուրքիայում խաղաղության բանակցությունները խթանելու նպատակով։ Բայց Անկարայում նա առիթը բաց չի թողել եւ նորից գովել է Սպիտակ տան ղեկավարին։ Ուկրաինան աջակցում է նախագահ Թրամփի վճռական քայլերին ու առաջնորդությանը, բոլոր հզոր եւ արդար առաջարկներին, որոնք միտված են պատերազմի դադարեցմանը։ Պոլիտիկոն գրում է, որ չորեքշաբթի Կիև են ժամանել Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նախատեսվում են հանդիպումներ ուկրաինացի, ավելի ուշ նաև ռուս պաշտոնյաների հետ։ Ոչ, ինչքան ես գիտեմ, որևէ պլան չկա այդ առումով։ Ըստ փորձագետների, ամերիկյան նոր պլանը կարող է դժվարին դրության մեջ դնել Զելենսկիին։ Նրա դիրքերը թուլացել են երկու շաբաթ առաջ Ուկրաինայում էներգետիկ համակարգում բացահայտված կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում նաև նրա մերձավորներն են ներգրավված։ Ռազմաճակատում Ռուսաստանը գրեթե ռազմավարական նշանակության Պոկրովսկ քաղաքում է։ Եթե ռուսները գրավեն Պոկրովսկը, օրերի կամ շաբաթների ընթացքում Մոսկվան կուժեղացնի վերահսկողությունը ամբողջ արևելյան Դոնբասի նկատմամբ։ Թե դեռ որքան կկարողանա դիմադրել արդեն 4-րդ տարին պատերազմող Ուկրաինան, հատկապես որ Վաշինգտոնի աջակցությունը նվազում է, հայտնի չէ։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։